Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր հյուրընկալել եմ Մուրացան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար մանկաբույժ բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանին։ Մինչ զրույցը սկսել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Ծովակալի Սակավ 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեզ մոտ լինելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կան թեմաներ, որոնց մասին կարծես թե այսպես ցիկլային պետք է խոսել անպայման, որովհետև դրանք միշտ արդիական են, եւ եթե տարիներ առաջ նույնիսկ մենք սրանց մասին խոսում ենք բացառապես այս անցումային շրջանում, հիմա նույնիսկ ամռանը դրանց մասին խոսելը ակտուալ է։ Խոսելու ենք վարակների մասին, ինֆեկցիաների, վիրուսների, ինչպես ավելի շատ հանրությանը հայտնի է, հա, սուր շնչառական վարակների մասին, հա, այսպես նաև կարող ենք ասել։ Հիմա յուրաքանչյուր երկրորդը փռշտում է, յուրաքանչյուր երկրորդը հազում է, կամ հիվանդ է, կամ նոր է լավացել, հա, այսպիսի իրավիճակում ենք հայտնվել։ Եվ եթե բոլորիս թվում է մենք լավ գիտենք, թե ինչ պետք է անել, հենց գալիս հասնում է հիվանդության ժամանակը, կարծես թե ամեն ինչ ջնջվում է, հա, ուղեղից ու չգիտենք ինչպես դրսևորենք մեզ։ Հիմա խնդրեմ ասեք ինչ անենք, որ քիչ հիվանդանանք կամ եթե հիվանդացել ենք, հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք։ Շատ լավ հարց է, որովհետև իրոք շատ են հիվանդները եւ գլուխ են բարձրացրել նաեւ այն վիրուսները, որոնք ամեն տարի այս ժամանակ ակտուալ են, շրջանառում են եւ կուզեմ առաջիններից մեկը նշել կանխարգելելի հիվանդություն, դա գրիպն է։ Արդեն ունենք գրիպայի հաստատված բազմաթիվ դեպքեր եւ նորից ուզում եմ հիշեցնել, որ այս հիվանդությամբ չհիվանդանալու համար գոյություն ունի պատվաստանյութ եւ յուրաքանչյուր աշնանը մոտավորապես սեպտեմբեր ամսին պոլիկլինիկ ծառայությունը արդեն համալրված է լինում վակցինայով, ընդամենը մեկ ներարկում եւ գրիպի A եւ B տեսակներով սովորաբար տվյալ տարվա մեջ այդ մարդիկ այլևս չեն հիվանդանում կամ եթե անգամ հիվանդանում են, ապա քիչ է լինում բարդությունները եւ բնականաբար նվազում են բոլոր անցանկալի այսպես հետևանքները, որը կարող է ունենալ ցանկացած վիրուսային վարակ։ Թոքաբորբ, սինուսիտներ, ականջի բորբոքում, ծանր դեպքերում մենինգիտներ, էնցեֆալիտներ եւ այլն։ Հետևաբար իհարկե պետք է դեռ սեպտեմբերին օգտվել միակ գործուն, այո, կանխարգելման միջոցից եւ իհարկե երկրորդը, որը արդեն ընդհանուր է բոլոր վիրուսների համար, դա սենյակի օդափոխությունն է, որովհետև գործոններից մեկը, որի պատճառով ակտիվանում են սեզոնային վիրուսները, դա իհարկե փակ տարածություններում մարդկանց կուտակումներն են։ Հետևաբար, եթե դուք տանն եք եւ տանը ունեք երեխաներ կամ նաեւ եթե մեզ նայում են մանկապարտեզի ղեկավարները, դպրոցների ղեկավարները, ապա բնականաբար ամեն կես ժամը մեկ կարելի է այդ տարածքները գոնե 5 րոպեով օդափոխել, օգտվելով ուղղակի պատուհաններից։ Բացի դրանից իհարկե հիշենք, որ վիրուսները նստում են մակերեսների վրա։ Այսինքն երբ երեխաները հազում են, փռշտում են կամ մեծահասակները այդ վիրուսները նստում են, դրա համար կոչվում են օդակաթիլային տարածում ունեցող վիրուսներ եւ հետեւաբար եթե մենք մակերեսները ուղղակի մաքրենք, մեխանիկորեն նաեւ կհեռացնենք այս վիրուսներին եւ այս օդակաթիլային վիրուսների դեմ աշխատում են թաց մաքրումները։ Այսինքն եթե դուք սովորական ջրով տանեք, այո, ուղղակի խոնավ շորով մակերեսները կարելի է օրվա մեջ գոնե մեկ անգամ, իսկ եթե ավելի հիվանդ ունեք տանը մարդ, ապա 2-3 անգամ այդ սենյակով բոլոր մակերեսներով խոնավ շորով անցնել։ Ինչ վերաբերվում է նորից մանկապարտեզներին, դպրոցներին, որտեղ կարծում եմ այս հարցը եւս հնարավոր չէ գուցե օրվա մեջ մի քանի անգամ կազմակերպել ու այդ գոնե դասերից առաջ եւ գոնե մեծ դասամիջոցների ժամանակ, թեկուզ հենց դասարանի երեխաների օգնությամբ դա կարելի է կազմակերպել, այո։ Բնականաբար մանկապարտեզներում արդեն դա պիտի կատարեն համապատասխան աշխատողները։ Երրորդը իհարկե շատ մաքուր օդին գտնվելը եւ իրարից հեռավորություն պահպանելը, որը որ չի կորցրել իր ակտուալությունը դեռ կոവിഡ്ի այսպես շրջանից սկսած 1 մետր սոցիալական հեռավորության մասին է։ Եվ բնականաբար այս սոցիալական հեռավորությունը օգնում է, որպեսզի այն օդակաթիլային հարուցիչները, որոնք որ կան օդակաթիլային ճանապարհով տարածվող, ուղղակի ձեզ չհասնեն եւ ծանրության ուժի տակ նստան գետնին
եւ ոչ թե անմիջապես հայտնվեն ձեր շնչուղիներում։ Եվ եթե ընդհանրացնենք, բացի սրանից հեղուկների առատ օգտագործումը, բնականաբար հիդրատացված մնալը, քիչ ստրեսներ ունենալը, ինչքան հնարավոր է կառավարել, առողջ սնունդը, որը եւս նպաստում է, որ դուք ունենաք բավարար վիտամիններով հագեցում օրգանիզմի ոչ թե հենց այդ պահին, երբ դուք ուզում եք ձեր երեխային անպայման տալ վիտամիններ, որպեսզի կանխարգելվեն այդ հիվանդությունները, այլ ընդհանուր վիտամինները պահել նորմալ մակարդակի վրա, որովհետև նրանք կարևոր կոֆերմենտներ են տարբեր նյութափոխանակային պրոցեսներում, որոնցից մի մասը եւս պատասխանատու է իմուն համակարգի ճիշտ աշխատանքի համար, եւ առողջ սնունդը միանշանակ այստեղ կարևոր նշանակություն ունի, դեռ ոչ միայն հենց վիրուսների սեզոնային, այլ կարելի ասել 12 ամիս տևողությամբ։ Դա է պատճառը, որ օրինակ ընտանիքի 2 երեխաներ, մեկը անընդհատ նույնիսկ ծնողները այսպեսի խոսքեր ունեն, չէ, ասում են շաբաթը 7 օր ունի, 6 օրը երեխան հիվանդ է։ Իսկ մյուսը կարծես թե շատ ավելի հազվադեպ է հիվանդանում։ Սա է պատճառը, որ երեխան ավելի այսպես վիտամիններով հարուստ սնունդ է ուտում կամ ավելի լավ է իրեն դրսևորում, պահում։ Դժվար է ասել, բայց եթե հաշվի առնենք, որ ընտանիքում երևի թե ճաշացանկը նույնատիպի է, այստեղ ավելի շատ կարծում եմ նշանակություն ունի տվյալ երեխայի իմուն պատասխան առաջացնելու ունակությունը եւ ամենակարևորը հիշողության բջիջներ ձևավորելու ունակությունը, այսինքն մենք ամեն անգամ երբ շփվում ենք որևէ հարուստչի հետ, առաջին 2 շաբաթվա ընթացքում մեր օրգանիզմը սկսում է արտադրել տարատեսակ հակամարմիններ եւ հիշողության բջիջներ է ունենում եւ այս հակամարմինների մի տեսակ կա, որը մեզ հետ մի քիչ ավելի երկար է ապրում եւ նրանց մենք անվանում ենք իմունոգլոբուլին G եւ այս G-երը արդեն հաջորդ անգամ նույն հարուցչին հանդիպելիս շատ արագ պատում են հարուցիչը ամբողջությամբ, համապատասխան ռեցեպտորների հետ են միանում, ինչը օգնում է, որ այդ հարուցիչը հեշտությամբ վերածվի մեր մյուս սպիտակ բջիջների կողմից։ Եվ բացի դրանից մենք ունենք նաև օրինակ վիրուսների համար, որտեղ նրանք գիտենք ներբջջային են, նրանք չեն շրջանառում, այսպես ասած, շատ բջիջ դուրս եւ բջիջ դուրս նրանց վերացնելը այդքան ռեալիստիկ չէ։ Մեր օրգանիզմը ավելի շատ ախտահարված բջիջներին է վերացնում, որոնք որ շատ խելացի են, իրենք երբ հիվանդանում են, իրենք իրենց մակերեսին դնում են համապատասխան ռեցեպտորներ եւ ասում են ես հիվանդ եմ, ճանաչելի են դարձնում եւ մենք ունենք շատ ագրեսիվ տել բջիջներ, որոնք ճանաչում են հենց այդ վիրուսի այդ տեսակը, այո, եւ այս տե բջիջները շատ արագ սկսում են այս վնասված բջիջին վերացնել։ Եվ իդեպ ասեմ, որ նույնատիպի իրավիճակ ենք ունենում նաև օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, այսինքն նորմայում մենք անընդհատ ունենում ենք մուտացված բջիջների արտադրություն, բայց նրանք ուղղակի կենսունակ չեն լինում ի հաշիվ մեր իմուն համակարգի։ Եվ այստեղ իհարկե իմանալով այս բոլոր առանձնահատկությունները մենք պիտի հիշենք, որ մենք չենք ուզում գերակտիվացնենք իմուն համակարգը, ուր եմ տանում միտքս, որ բոլոր այն մայրիկների պնդումները, որ եկեք տանք մեր երեխաներին ինչ-որ միջոցներ, որոնք բարձրացնում են իմունիտետը, հիշեք, որ բարձր իմունիտետը հավասար է ագրեսիվ իմունիտետին, ագրեսիվ բջիջների շատ արտադրությանը եւ իրականում մեր օրգանիզմը ունի մի ամբողջ հոյակապ մեխանիզմ կանխարգելելու ինքնավնասմանը տանող բջիջների շրջանառությունը արյան մեջ եւ ինքնավնասող հակամարմինների արտադրությունը մեր բջիջների կողմից։ Այսինքն պատկերացրեք ձեր բոլոր այն թեղորայքները, որոնք դուք ուզում եք օգտագործեք, որ իմունիտետը բարձրանա, կարող են ի վերջո ավարտվել աուտոիմունային հիվանդություններով։ Հետևաբար պետք է շատ զգույշ լինել, այդ համակարգը շատ նուրբ համակարգ է, շատ մտածված է բնության կողմից եւ մի քանի էտապ է իր մեջ ներառում, հիվանդանալուց հետո սկզբից ակտիվանում է ունիվերսալ, այսպես ասած, ավելի վաղ պաշտպանական համակարգը, որը ցավոք սրտի հիշողություն չունի եւ նա ուղղակի արագ արձագանքման, այսպես, այո, բրիգադա է, այդ են առաջի ոստիկաններն են, որոնք գալիս են, իսկ քննիչները գալիս են ավելի ուշ։ Եվ
Եվ երբ արդեն քննիչները գիտեն, որ այս տարածքում կա այսպիսի ոչ ցանկալի վարքագծով անձ եւ ունեն նրա նկարագիրը, արդեն հաջորդ անգամ նույն անձի նույն տարածքում հայտնվելիս արդեն նրանք գալիս են եւ հստակ գործողություններ են անում այդ անձի հետ թույլ չտալով, որ նա վնասի։ Հետևաբար միշտ իմ հորդորը, որ պետք չի օգտագործել անընդհատ այդ իմունոխթանիչները, տարատեսակ ինտերֆերոնները, որոնք որ լի են շուկայում, տարատեսակ քթի կաթիլների տեսքով, մոմիկների տեսքով, հաբերի տեսքով, նրանք կարող են խիստ խանգարել ձեր իմուն պաշտպանությունը եւ ձեր երեխայի իմուն պաշտպանությունը բերելով խիստ անցանկալի հետևանքների, շատ ավելի վատ, քան պարզ վիրուսի, այո, 7 օր տևած հիվանդությունն է։ Իսկ ճիշտ է, որ ասում են սուր շնչառական վարակները բուժելու դեպքում լավանում են 7 օրում, չբուժելու դեպքում 1 շաբաթում։ Այո, եւ իդեպ ասեմ, որ դա էլ է գալիս իրականում հենց այդ իմ բացատրած այսպես իմուն մեխանիզմներից, որովհետեւ մեզ մոտավորապես մոտ 2 շաբաթ է պետք լինում, որպեսզի մեր այդ հսկիչների, այդ քննիչների համակարգը ակտիվանա, դա գիտեք, նրանք դժվար են, պետք է դիմում գրել, սպասել, այսինքն բյուրոկրատիան այդտեղ շատ է, որպեսզի նրանք չսխալվեն եւ բնականաբար 1-2 շաբաթվա մեջ այդ համակարգը աշխատում է եւ եթե ձեր երեխան ունի բնածին որոշակի շեղումներ, տարատեսակ հիվանդություններ, առաջնային իմունոդեֆիցիտներ, ապա բնականաբար նա հեշտությամբ կհաղթահարի այս գործընթացը, եթե մենք դրան նպաստենք, այո։ Որոշ դեպքերում նաև չխանգարենք։ Այսինքն, եթե մենք ձեր ասած, երեխան ունի քրոնիկ հիվանդություններ, որոնց դեպքում պետք է նաև միջամտություններ, հարաբերական առողջ երեխայի դեպքում բուժում ինֆեկցիաների, վիրուսների, ինֆեկցիա չասենք, վիրուսների դեպքում բուժումը ենթադրում է լավ սնունդ, որակյալ սնունդ, շատ հեղուկներ եւ առաջացած, այսպես ասած, սիմպտոմների կանգնեցում կամ կառավարում, հա։ Այո։ Եվ իհարկե, այստեղ նաև ուզում եմ ասել, որ նաև մոտեցումները մի փոքր տարբերվում են մեր երկրում, օրինակ Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կապված նրա հետ, թե երբ ենք մենք կարողանում թույլ տալ երեխային արդեն շփվել այլ երեխաների հետ։ Ամենաազատականացված տարբերակը դա երևի թե Անգլիան է, որտեղ միանշանակ անգամ դեղորայքներով երեխաները կարող են մանկապարտեզ գնալ եւ 24 ժամ չջերմելը լրիվ բավարար է, որ երեխան արդեն իսկ հաճախի մանկապարտեզ եւ այլն, եւ մենք ունենք Հայաստանում մյուս ծայրահեղությունը, երբ երկար տանն ենք պահում երեխաներին, չենք ուղարկում մանկական կոլեկտիվներ, այստեղ էլի կախված է տարբեր վիրուսներից եւ նայած որ օրն է եւ ինչքան ինտենսիվ է բազմանում տվյալ վիրուսը այդ օրվա ընթացքում։ Եթե երեխան դեռ ակտիվ հազում փռշտում է, ապա իհարկե նա ավելի շատ կարող է տարածել այդ վիրուսներին, քան այն երեխան, որը արդեն ավելի նվազ ախտանշաններ ունի, ուղղակի իրենց մոտեցումը նաև COVID-ի ժամանակ էր խիստ տարբերվում, իրենք բավական ուշ շատդաունի գնացին, որովհետև իրանք համարում էին, որ ինչու ոչ, եթե բոլորը միևնույն է պիտի վարակվեն, թող վարակվեն եւ այդ հարցը կարծես թե փակվի, այո։ Եթե այսպես հաղորդումը ամբողջությամբ ամփոփելու լինենք, խնդրելու եմ մի քանի կարևոր խորհուրդ առանձնացնեք, բացի նշվածները, որ հիմա մայրիկները, ովքեր գիտեն դասարանում երեխա կա, որ 3 փռշտում էր, պարտեզում երեխա կա, այսօր հազում էր, մի կողմից դու չես կարող չտանել, որովհետև ի վերջո լավ գիտենք, որ բացակայություններն էլ հղի են որոշակի անցանկալի հետևանքներով, մյուս կողմից էլ ուղարկում ես դպրոց, չիմանալով ինչ անել։ Այս դեպքում շատ մայրիկներ նույնիսկ վիտամիններ են սկսում երեխաներին տալ, մենք տեսել ենք նաև դպրոցում չեն անում, պարտեզներում այսպես սխտորով կոլեներ եւ այո, վզոցներ են կախում երեխային եւ այլն, լավ, ինչ անենք, որ երեխան չհիվանդանա, եթե չենք կարող Ի վերջո պետք է հասկանանք, որ ինչ որ մենք անում ենք, այսպես ասած, մեր հոգու հանգստության համար, իրականում վիրուսներին բացարձակ միևնույն են ձեր սխտորները, օքսոլինի մազերը, նարինեները եւ տարատեսակ ըստ էության, այո, ժողովրդականություն վայելող միջոցների օգտագործումը, բայց ոչ մեկ դեռ չի բացառել, այսպես ասած, պլացեբո էֆեկտը, միշտ հիշենք, որ եթե մենք շատ հավատում ենք, 20% դեպքերում լինում է որոշակի արդյունավետություն
եւ բնականաբար արդեն այդ մարդկանց հակառակում համոզելը պրակտիկորեն անհնար է, բայց ինչ կարևոր եւ ուզում ասել, եթե օրինակ այդ քսուկը որևէ մի քսուկ օգտագործում եք եւ դուք վստահ եք, որ դա ձեզ օգնում է, օգտագործեք։ Այո, ես միանշանակ կողմ եմ, որ մարդը իրեն կոմֆորտ զոնայում զգա եւ եթե նա համարում է, որ երեխայի քթին այդ քսուկը քսելով, եթե դա հակաբիոտիկային քսուկ չէ իհարկե, քսելով օգնում է երեխային, խնդրեմ քսեք, բայց միշտ կարդացեք ինստրուկցիան, տեսեք թե ինչ կողմնակի երևույթներ կարող ունենա այդ քսուկի օգտագործումը, ինչքան է այն առավելագույն ժամանակահատվածը, որ կարող եք օգտագործել, որտեվ մենք այստեղ ինչ որ ընդհանրական խոսեցինք, բայց բնականաբար այդ միջոցները տարբեր են եւ պիտի յուրաքանչյուր վիտամին օգտագործելը համար ինքը օգտավետություն չունի իրականում եւս նույն գայսենք հին մտքին, որ բոլոր վիտամինները դրանք հանդիսանում են որոշակի ֆերմենտների կոֆերմենտներ, այսինքն օրգանիզմում բոլոր նյութափոխանակության process-ների համար նրանք անհրաժեշտ են։ Ուղղակի տարբեր վիտամիններ, տարբեր մետաբոլիկ process-ների մեջ նշանակություն ու դեր ունեն, հետևաբար ոչ մեկ չի ասել, որ շատ ապելսինը կամ նարինջը կամ մանդարինը կամ բիբարը, որը եւս վիտամին C-ով հարուստ է, կիվին կարելի է օգտագործել, իհարկե, խնդրեմ շատ օգտագործեք, դրանից ձեր երեխաները միայն կշահեն, բայց առանձին գնել դեղորայք, որի մեջ կա եւս հավելյալ նյութեր եւ տալ են հույսով, որ երեխան պիտի չհիվանդանա, էլ եմ ասում, աշխատելու դեպքում աշխատում է այդ պլացեբո էֆեկտը։ Դրա համար այդ հարցերով որևիցե մեկի հետ չարժի վիճել, մինչև այն պահը, երբ նա արդեն վնասում է իր երեխային։ Այդ ժամանակ պետք է իհարկե կանգ առնել եւ հենց այն դեպքն է, երբ հակաբիոտիկներ են օգտագործում ծնողները եւ երբ օրինակ երկար դեռ բուժելու համար որ օգտագործում են տրամաբանության մեջ տեղավորվում է, մտածում եմ դե երևի մի անգամ ինչ որ միտեղ օգտագործել են, բուժել է, բայց երեխան սկսեց մի անգամ փռշտալ, սկսել անտիբիոտիկ տալ, որպեսզի չխորանա, ոչ մի կերպ չի տեղավորվում։ Այո, եւ խորհուրդներից մեկը այն է, որ հակաբիոտիկները օգտագործեն միայն եւ միայն բժշկի նշանակում։ Ճիշտ է, մենք հիմա այն փուլ ենք թևակողել, որ կարծես թե փորձում ենք փոխել այդ մշակույթը սեփական ուժերով հակաբիոտիկ գնելու, իհարկե ցավոք սրտի մինչև շատ խիստ իմպերատիվ միջոցներ չեն օգտագործվելու, այդ հարցը չի լուծվելու, ինչպես ամրագոտիների հետ կապված, բայց միևնույն ժամանակ իհարկե այդ հասանելիությունը դեռ չի նշանակում անպատասխանատու վերաբերմունք եւ իհարկե պետք է հասկանալ, որ հակաբիոտիկների գեր օգտագործումը վտանգավոր է ձեր երեխայի առողջության համար։ Այո, դուք կարող եք ունենալ թե հակաբիոտիկի հետ կապված բոլոր կողմնակի երևույթները, որոնք նկարագրված են ներդիրում, եւ եթե վերցնեք ցանկացած մի հակաբիոտիկ, օրինակ, չգիտեմ, օրինակ, եթե հնարավոր լինի հենց այս հաղորդման շրջանակում ցույց տալ մի այդպիսի թերթիկ, թե քանի տող է ցուցումը տվյալ հակաբիոտիկի օգտագործման եւ ինչքան երկար է այն ցուցակը, ընդ որում տարբեր հաճախականությամբ հանդիպելիություն, ամեն 10-ից մեկի մոտ, 100-ից մեկի մոտ, հա, այսպես են գնում, ասենք այդ կողմնակիները եւ եթե ներդիրը օրինակ 2 կամ 3 էջ է, առնվազն դրա 50%-ը այն կողմնակի երևույթներն են, որոնք որ կարող են առաջանալ հակաբիոտիկից, այսինքն կներեք վերջացնեմ հակաբիոտիկը դա խաղալիք չէ եւ սկսած օրինակ ոսկրածուծում նոր արյան բջիջների արտադրության ընկճումից, վերջացրած սրտի ռիթմի լուրջ խանգարումներով, վերջացրած տամոքսաղիքային տրակտի խանգարումներով, վերջացրած նյարդաբանական հալյուցինացիաներով, տարատեսակ սուիցիդալ մտքերով եւ այլն, մենք կարող ենք ունենալ հակաբիոտիկից կողմնակի ազդեցություն։ Թե այն, որ փորլուծությունը, փսխումներն ու փորացավերը բոլորին են ծանոթ եւ կաթնախտը կամ կանզիդոզային վարակը տարբեր տեղակայումների բոլորին են ծանոթ, երևի դրա մասին անգամ չխոսենք եւ զուգահեռ նաեւ հակաբիոտիկի հետ հակասնկայինների այդպես անկառավարելի օգտագործումը, հետեւաբար ուզում եմ ասել, որ միշտ երբ տալիս եք այդ հակաբիոտիկը, կարդացեք ներդիրը։
Եվ հիմնվել այն հանգամանքի կամ փաստի վրա, որ կարող են նաև կողմնակի ազդեցություններ լինել, ուղղակի չընդունել, հաշվի չառնելով, որ որոշ դեպքերում սրանք նաև կյանք են փրկում, եւս արդարացված չէ։ Ուստի բոլոր դեպքերում եւ բոլոր հաղորդումներում մենք ասում ենք, չկան լավ եւ վատ դեղեր, կան ճիշտ դեղաչափեր եւ ճիշտ նշանակումներ։ Հետեւաբար, եթե կան բժիշկներ, ովքեր 10 եւ ավելի տարիներ սովորել են, որպեսզի կարողանան ճիշտ դեղաչափով նշանակումներ անել, լավ կլինի ուղղակի օգտվել, հա, այս հնարավորությունից։ Այսքանը։ Այո, եւ իհարկե կարծում եմ, որ այսօր նաեւ շատ բաց է այդ ինֆորմացիան, բայց այդ բաց ինֆորմացիայի մեջ նաեւ կա ընկալման տարբերություններ, որովհետև բժիշկը կարդալով նույն ինֆորմացիան բնականաբար հիմնվելով իր բազայի վրա ստանում է այլ եզրակացություններ եւ ծնողը, որը օրինակ ChatGPT-ով փորձում է բուժել իր երեխային, գուցե կարա սխալվի եւ վերջի ավելի մեծ է հավանականությունը, որ կսխալվի։ Ինչպես այդ վերջի հումորներից է, արդեն ChatGPT-ն սկսել է վիրահատել եւ ասում է, որ ես ձեզ սեռացրել եմ ձեր կույրաղու որդանման ելունը եւ հիվանդը ասում է, բայց ինչի՞ց է, ինչու ես ձախից հեռացրել, իմ մոտ աչից է, ասում է շնորհակալություն ուղման համար, հիմա ես դա կանեմ աչից։ Միշտ հիշեք, որ նա կարող է սխալվել։ Նա կարող է նաեւ ձեզ հեռացնել որևէ լուրջ բան աչից։ Միանշանակ։ Շնորհակալ եմ շատ, հուսով եմ եղանք օգտակար բոլոր մայրիկների համար, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Մուրացան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, մանկաբույժ բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանն էր։ Ասեմ նաև շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Ծովակալ Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, կոնտակտային հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, ցտեսություն։